մենք շատ ենք կարևորում ազատ տնտեսական կոդու ստեղծումը եւ դրա համար որոշեցինք գնալ աննախադեպ քայլի, որպեսզի ծրագիրը ոչ թե առանձին քաղաքական կամ մասնագիտական խմբի ծրագիրը լինի, այլ դառնա գյումրեցիների սեփականությունը։ Այդ ծրագրի ընդունման նախաձեռնող եւ պահանջատեր դարձրեցինք գյումրեցիներին։ Յուրաքանչյուրս մեր մասով պետք է հասկանանք ազատ տնտեսական կոդի այն ծրագիրն է, որը միանգամյա վերջ է տնելու այն խոսակցություններին, որ Գյումրիում դեռ կան տնագներ։ Գիտեք, տնագների մասով նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլորս խոսում ենք, որ Գյումրիի տնագները պետք է վերացի, բայց ոչ մի քայլ։ Իմ կարծիքով առաջի քայլը այդտեղ կառավարությանն է, որտեղ զարգացած երկրների փորձը ցույց է տվել, ինչպես նաև մեր հարևան պետության Վրաստանի փորձը ցույց է տվել, որ մասնավոր համայնք եւ պետություն կապը ապահովելով լիարժեք կարելի արտոնություն տալ շինարարին, որը կառուցելով բազմաբնակարանային շենքեր, մի մասը պայելու է իրեն, իսկ մյուս մասը տրամադրելու է մեր տնագներում ապրող մարդկանց։ Իմ կարծիքով հիշեցնում եք ռոպեից մի փոքր ավել է ձեզ։ Լավ, ներում բեկում չկա։ Սա է միակ բանալին, որ պետք է Գյումրին ազատվի տնագներից։ Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական կոդի եւ մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա ազատ քաղաքի կարգավիճակ։ Դրա բոլոր նախադրյալները կան։ Գյումրի վերջապես պետք է ձերբազատվի ԱՂԴ կոդի պիտակից եւ դառնա զարգացման կոդի։ Դառնա տնտեսական զարգացման լոկոմոտիվ ոչ միայն մեր սիրելի քաղաքի, այլ նաեւ ամբողջ Շիրակի մարզի եւ ինչու ոչ Հայաստանի համար։ Դրա բոլոր նախադրյալները կա, ինչպես նշեցինք, որակյալ աշխատուժի արկայությունը, այն կարող է անհրաժեշտության դեպքում շատ արագ վերավորակավորվել եւ ներգրավել նոր համակարգերում։ Աշխարհագրական դիրք կան բոլոր հնարավորությունները տրանսպորտային հանգույցի, տարանցիկ լոգիստիկ կենտրոնի եւ կոմունիկացիոն խաչմերուկի վերածելու համար։ Ցամաքային եւ օդային տրանսպորտի բոլոր միջոցների օգտագործման հնարավորություն։ Հյուսիս-հարավ ճանապարհային հատվածի կարևորագույն կետ, ծանր բեռնատար մեքենաների համար երկաթգծային հնարավորություններ եւ օդանավակայան։ Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են քաղաքի զարգացում, ավելի քան 15000 նոր աշխատատեղ, շուրջ $500 միլիոն ներդրում, գիտակրթական առաջընթաց։ Մենք հասկանում ենք, որ սա համայնքային մակարդակով լուծվող հարց չէ, բայց բավականին մենք բոլորս իրար հետ մեր անելիքն ունենք։ Բոլորս էլ գյումրեցիներ ենք եւ համատեղ ջանքերով պետք է ստիպենք իշխանությանը հաշվի նստել հազարավոր գյումրեցիների, ովքեր միացան մեր ստորագրահավաքին եւ հենց իրենք դարձան պահանջատեր այս ծրագրի կյանքի կոչման համար։ Մենք օրերս քննարկեցինք 10 վայրկյան։ Մենք օրերս քննարկեցինք ու այսօր էլ անդրադառնալու ենք Գյումրու զարգացման հնգանյա ծրագրին։ Կարելի է բազմաթիվ առաջարկներ անել, բայց ամեն ինչ հանգում է բյուջեին։ Այդ բյուջեն էականորեն կմեծանա, եթե մենք զարգացման ռազմավարական ծրագիր ունենանք ու այդ ծրագիրը գործնականում կիրառել։ Կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել, կողմ ոչ թե ձեռնպա, ոչ թե քանզի ձեռնպան նույնպես կարելի է դիտել, որ չեք ուզում Գյումրին զարգանա, հետևաբար կոչ եք անում բոլորին կողմ քվեարկել, որպեսզի Գյումրին դառնա ազատ տնտեսական կոդի եւ ստանա ազատ քաղաքի կարգավիճակ։ Խնդրեմ ծրագրի վերաբերյալ որևէ պարզաբանումներ, հարցեր պատրաստ եմ պատասխանելու ամբողջությամբ։ Սա բաժակաճառ է։ Տեքստը էմոցիոնալ, հում ու անլուրջ վերլուծություն։ Կամ չատ GPT-ն իրեն չի արտարացնում, կամ պարոն Սիմոնյանի գործերի լավարկման համար շտապ անհրաժեշտ է հարկային արտոնությունների դրախտավայր։ Երկու դեպքում էլ արժեր ավելի շատ ռեսուրսներ ծախսել ու լուրջ վերլուծական ու իրավական աշխատանք տանել, ապա ներկայացնել մեզ ու կառավարությանը հետագայում։ Կարծում եմ այս ծրագիրը անլուրջ եւ ամոթալի է ներկայացնել աշխարհում ցանկացած կառավարության, ոչ թե որ անձավորված չդիտարկեք,
Եկեք լավ ծրագիր մշակենք, հասկանանք ինչ է ազատ տնտեսական գոտին, տանք իր բացատրությունը, ասենք ինչ սկզբունքներ են գործելու, որ իրավունքով է այն աշխատելու եւ ինչ է իրանից ենթադրելու նոր ուղերձով հանվեց գանք։ Տարածքում ազատ տնտեսական գոտու ծրագիր լինելու է, վստահեցնում եմ ձեզ, բայց դա դեռ հսկայական աշխատանք է իրանից պահանջում։ Շնորհակալություն ձեզ։ Եթե ամբողջ ազատ տնտեսական կոդու եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը չինական Չինաստանի համար զարգացման ճանապարհ է ընդունվում եւ դուք ձեր եք առնում, ChatGPT եք ասում, չգիտեմ ինչ, դրա համար է այս օրին է, ներողություն, դրա համար է այս օրին է, դրա համար Արցախը չկա, դրա համար սրբազանները տերորիստ են, դրա համար Ջերմուկի գլխում թուրքը նստած է, ով վաղը չեմ ուսորը գալու է Գյումրիում իմունքու վրա կրագի եւ դուք փորձեք նորից կրված ուժեղ տղոց հետևը բախտվելով ասեք եղբայր դե փրկեք մեզի, այդպես չի, ես միշտ քննադատ եմ եղել մարդկանց, որ ասել եմ ԿՊ-ի вообще բան, մի կընդունել, ես ասել եմ ոչ, այդպես չի եղբայր, պետք է իրանց հետ է աշխատել, դուք այսօր նման եք այն տան երեխում, որ տնեցիք բան եմ բացատրում, ասում թող ոչխար ելավ սա չի կարելի, էլի ես լուրջ աշխատանք եմ տարել, վերջիվերջո քո ընկերն է, աշխատանք եմ տարել դրա վրա, ասում ես ձեր ես արմատում, ես GPG, բայց սիքինչի եղբայր, ասեմ, որ այստեղ ազատ տնտեսական կոդի եղավ, ամբողջ ջավախը կայստեղ ներդրումն անի, և իմ ու քո երեխեն օգտվի դրանից, ասելու ես աղբեր դերևաղթ, Իդի որ հարցնեն ես կսկսեմ, ինչ-որ տարիք եմ ասել։ Լավ, մի խոսքով ամպոպում է, չէ, անձնական ուսում արի անձնական։ Ասենք, եթե ես ձեր առազին եմ ձեզ, սարիք մի ռոպ է ներևություն է, եթե ես ձեր իմ ելույթի ժամանակ է, հետո ելույթ ուզեք, եթե ես ձեր առազին եմ, ներևությունը քաղաքական չի, դա ձեր առնելոցի է, որի պետք է ներևությունը պետք չի, բայց նույնության մեջ, կարողացի ժամանակ, ինձ հանեցիք որպես կաշար բաժանով, ինչի նստած չէ։ Ձեր կուսակցությունը, գումարը տվել եք